Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 24-ն է եւ մեզ սպասում են բավականին հաճելի եւ տհաճ անակնկալներ, որի մասին ես ուզում եմ խոսել անպայման։ Միջ ամեն ինչի մասին անդրադառնալ, ես ուզում եմ հիշեցնել, որ դուք կարող եք հետևել Patreon-ում, այլ բոլոր հաղորդումները դիտել են կառույց գովազդային ընդմիջումների եւ միաժամանակ ձեր աջակցությունը Patreon-ին կլինի աջակցություն մեր աշխատանքներին։ Իսկ նրանք, ովքեր ուզում են եկամկամյա օգնություններով նպաստել Ալիքի գործունեությանը, շնորհակալ ենք ձեզանից, բոլոր հնարավոր տարբերակները կան ներքևում։ Եվ այսպես Հայաստանի կառավարության համառ լռության տակ արհամարհելով Ադրբեջանի նարատիվները, Ադրբեջանը հասավ Վաշինգտոն։ Եվ այսպես Կապիտոլիումում քննարկվելու է Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման թեման։ Հիմա սրանք էլ այս թուրքական կառավարությունը ինչքան ուզում է հիմարաբանի, թե դա ոչ մի լուրջ բան չի, դա ընդհանրապես մի հատ ինչ որ մարգինալ ՀԿ-ի խոսույթ է, այդ մարգինալ ՀԿ-ն պետության բարձր հովանավորության տակ հասավ Կապիտոլիում, Վաշինգտոն։ Եվ Վաշինգտոնում այնտեղ որտեղ քննարկվել է հայոց ցեղասպանությունը, որտեղ քննարկվել է արցախցիների նկատմամբ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, հիմա Հայաստանի լուր համաձայնության տակ քննարկվելու է Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման թեման։ Բնականաբար նաև վերադարձի թեման։ Ընդ որում, եթե երեկվա հաղորդման մեջ մարդ չեր նկատել, ես որի մասին խոսացի, այն Հայաստանի քարտեզը, որ պատտվում է ադրբեջանական տարածքում, Նիկոլ Փաշինյանը որ կրսկի ման է գալի, այդ քարտեզը բաժանված տարածքները բոլոր ադրբեջանական անուններ ունեն եւ բոլորը պատրաստում են վերադառնալ իրենց ճակատագրի, որ եմ ասում, տարածքները Հայաստանին ոչինչ բան թողած չի դեռ։ Ու այդ ամեն ինչը Հայաստանի կառավարության լուր համաձայնության ներքո եւ ոչ միայն Հայաստանի կառավարության լուր համաձայնության ներքո, այլ նաեւ այս կառավարությանը աջակցող են մասան, ես չգիտեմ դրանց ոնց կարելի ասել, որոնք թքած ունեն իրականում միջակայքում, իրանք փրփուրները բերանին ամեն գնով պատրաստ են աջակցել այն ինչ որ առաջարկում է այս թուրքական կառավարությունը։ Նույնիսկ երբ որ ես երեք մեջ բերել էի ադրբեջանցիների վերաբերմունքը մեր նկատմամբ, մասնավորապես ինտերնետ գծի հանձնման հետ կապված, որտեղ իրանք պարզ ասում են, որ հայերը շան նման մեր ձեռքում են, ինչպես մետաղյա շղթան վզին կապած շունը, այսինքն շան նման մենք իրենց ձեռքում ենք։ Դա թարգմանաբար ներկայացել է եւ ինչ է կարծում, ինչ կատարվեց այդ էջի վրա, այո, խավարամիտների ոհմակը, այսինքն ամբողը, որը սատարում է Փաշինյան Նիկոլին, միանգամից իրաց մասին է խոսքը։ Իրաց մասին է խոսքը, ընդհանրապես մեր բոլոր հայերից, որն ասում է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը։ Ադրբեջանական կառավարության ներկայացուցիչի այս ձևակերպումը այդ ամբողջին չի հետաքրքրում։ Այդ ամբողջը փնտրվում է դեռ թշնամի Հայաստանում, վերագրելով, որ այդ շունը ես եմ, իմ նմաններն են, մենք թուրք ենք, մի խոսքով թուրքը մենք ենք էլի, կամ ռուսաստրուկ ենք, կամ մի խոսքով Քոչարյանի աջակիցներն ենք եւ այլն եւ այլն։ Եթե մարդ կա դեռ թերագնահատումը ատելության շուրջ միավորված ամբողջին, դուք ուրեմն չեք ճանաչում պատմությունը։ Դուք ուրեմն չգիտեք այդ ամբողջը ատելության շուրջ հավաքված ինչ արեց 1917 թվականի Ռուսաստանի հետ։ Այո, Ռուսաստանը, ցարական Ռուսաստանը ամենազարգացած երկիրը չէր եվրոպական մասում, բայց երկիր էր, որ ուներ գիտություն, որ ուներ կրթություն, որ ուներ ինչ որ չափով զարգացող տնտեսություն, չեմ ասում առաջատար էր, բայց ինչ որ չափով, հա։ Որտեղ կար ինչ որ ձևավորված հասարակություն, միջին շերտ, ուսանողական շարժումներ, տպագրություն, ազատ մամուլ, պետք է ասեմ, շատ ազատ մամուլ, գրողների մի համաստեղություն, ընդ որում գրողների ամենամեծ համաստեղությունը հետ ժամանակ էր, միջև բոլշևիզմներ, հա, որոնք վտարվեցին ուղղակի Ռուսաստանից որպես անցանկալի շերտ, որը վտանգ էր հանդիսանում ատելության շուրջ
հավաքված ամբողջի համար։ Այո։ Ատելության շուրջ հավաքված շարիկների շերտը ոչինչ չի ընդունում, ոչինչ չի խնայում իր ճանապարհին, նույնիսկ եթե ճանապարհը տանում է դեպի դժոխք։ Իրենք համաձայն են գնան դժոխք ատելության շուրջ միավորված։ Ընդ որում պետք է ասեմ, որոնք ակտիվորեն կռվում էին հենց գիտության դեմ, այդ դժոխքի ճանապարհին բոլորը եւ նահատակվեցին։ Բոլորը։ Գիտեք ինչ է նշանակում 30 միլիոն մարդ գնդակահարվի 30 միլիոն մարդ մոտավորապես դա այդ ժամանակվա ռուսական տարածքի չեմ չափազանցնում, բայց 20%-ն էր 20%-ն էր 20%-ի մեջ ինչպես հասկանում եք կային բոլոր առաջամարտիկները, որոնք ինչքան ուժ ունեին, ատում էին հենց գյուղգրականությունը, ատում են իրենցից տարբերվողներին եւ այո, հենց ատելության շուրջ էլ հավաքված գնդակահարեցին նույնիսկ ցարական ընտանիքին։ Ես ցարական ընտանիքին գնդակահարողների կյանքի մանրամասները առանձին հաղորդման մեջ ասել եմ։ Առանձին ասել եմ։ Հատ ում հետ ինչա կատարվել։ Բոլոր մահացան դաժան մահով եւ դաժան պայմաններում։ Սա է ցանկացածի վերջաբանը, որը ինքնակամ ինքն զրկել է մտածելու ունակություններից եւ միավորվել է ատելության շուրջ։ Այն աստիճան, որ ատումը նույնիսկ սեփական ազգ։ Դե ինչ, քանի որ դուք ավելի ատում եք սեփական ազգը արդեն, քան ադրբեջանցիներին, պատրաստ եղեք այս հետևանքների համար նաեւ պատասխան տալ։ Ոչ միայն այս հետևանքների համար, ես ընթացքում էլի բան ունեմ իրենց համար նախապատրաստված։ Ամեն դեպքում ոչ մի ժամանակ չեն կորցնում եւ այս փաթիթը, տեսնում եք սա, այն աջ կողմ, ձախ կողմում կանգնած է Հայաստանի ներկայացուցիչն է, Խուդատյան անուն ազգանունով։ Մարդ, որ ինքն էլ չի հասկանում ինքը ոնց է հայտնվել այդտեղ եւ ինչ, եւ ինչու։ Ուրալ օղլու հետ քննարկել են տարածաշրջանային կապուկների զարգացման հնարավորությունները։ Հիմա նայեք Թուրքին, տարիքին, վստահությանը, փորձին, բնականաբար չէ, ունեք կողքովա կանգնած։ Կողքը կանգնած է մեկը, որ ավելի տգետ է, քան Փաշինյան Նիկոլը։ Կողքը կանգնած է մեկը, որ իրականացնում է Փաշինյան Նիկոլի հանցագործությունների կործանարար ծրագիրը, որ ինքն էլ չի հասկանում նույնիսկ ուրա տանելու։ Ես վստահեցնում եմ ձեզ, նայեք այս դեբիլի դեմքին, ես դեբիլ բժշկական իմաստով եմ ասում, նայեք այս թյուրիմացության դեմքին, նայեք։ Եվ դու կտեսնեք, որ սա նույնիսկ չի հասկանում ինքը ինչ է անում։ Ուղղակի իրան ասել են դու նախարար ես, հասկանում եք։ Մարդ, որ կյանքի մեջ սեփական մաշրուտն ու երթուղայինի փողը տված չկա, իր գլխավոր խնդիրները տեղափոխվելը, քաղաքում մեկ բաժակ ծուր խմելը, իրան ասել են դու նախարար ես, այն էլ ոչ ավել ոչ պակաս, տարածքային կառավարման, հա։ Եվ ինքը զարմացած Քաշնազադի նման։ Իմջելոս Քաշնազադի տարբերություն սրանց գոնե նա բախտ ուներ։ Սրանք չեն հասկանում իրանց ուր են տանում, էլի։ Բեղոսկով, սա զարմացած իր գլխապտույտ հաջողության վրա, Նիկոլ Փաշինյանը սրանց իրանց հիմարության վրա հիմնվելով կործանում է ոչ միայն երկիրը, այլ սրանց կանխատեսված տանում է դեպի դժոխք, կառապնարան, հայկական Նյուրնբերգ, չգիտեմ, ինչ ուզում եք ասեք։ Եվ թուրքերը զարմացած են։ Իս ովքեր են։ Ես հիմա փորձեմ, եթե նայեմ թուրքական բանի անկյան տակ, մեզանից քարաքարին չի մնա։ Քարաքարին չի մնա։ Եվ իրաց տեսակետից եմ նայում, եթե սա այս կենթանին, այս ապրանքը ձեզ է ներկայացնում, ու սա ձեր մեջի խելացին է, ժողովուրդ ջան, դուք ապրելու իրավունք չունեք, ասեմ ավելին, ապրելու իրավունք շանս չունեք։ Շանս։ Մյուս կողմից Ուրսուլա ֆոն դեր Լայնը արագ-արագ իրաց գործերն է հասցնում ավարտին, գալու է Բաքու, հետո գնա անպայման Երևան։ Ես ասել եմ ու կրկնում եմ, ցանկացած մարդ այսօր հայկական քաղաքական տարածքում, որ իր արտաքին քաղաքականության մեջ հղում կանի դեպի Եվրոպա, ես իրանց նույնականացնում եմ նրանց հետ, ովքեր իրենց քաղաքական օրակարգում նախընտրում են գնալ Ռուսաստան։ Իսկ այսօրվա կոնֆիգուրացիայի մեջ խոսալ Եվրոպայի մասին, այն դեպքում, երբ որ Եվրոպան ակտիվ լծվել է Հայաստանի կազմալուծման, իսկ Ռուսաստանը դեռ նույնիսկ չի շնորհավորել Պուտինը։ Այս կոնֆիգուրացիայի մեջ, այս ժամանակահատվածում անցել արդեն մոտ 20 օր, չէ։
կամ 15-օրյական չի։ Այս կոնֆիգուրացիայի մեջ Եվրոպայից խոսացողները ավելի հանցագործ են, քան Ռուսաստանի մասին լրողներն ու լուր աջակցողները։ Որովհետև նույնիսկ եմ կրկնում, Ռուսաստանը այն ինչ որ կատարվեց Հայաստանը, որը կոչվում է իշխանության զավթում։ Գոնե չեն շնորհավորել, այն դեպքում, երբ որ իրենք միշտ առաջինն էին շնորհավորում իշխանության զավթումը Հայաստանում։ Իսկ սրանք ոչ միայն շնորհավորել են, իրանք արագ անցել են Հայաստանը կազմալուծելու process-ների ընթացքին ճանապարհ բացելա, չգիտեմ, իրանք ուզածը ստանալն է, զանգերուզի ստանալն է, թուրանը ապահովելն է եւ այլն եւ այլն։ Ինչի դիմաց Ուրսուլա ֆոն դեր Լայն ինչով է հայտնի։ Ամենափողասեր, ամենակոռումպացված սիոնիստ ղեկավարն է Եվրոպայում։ Բայց այսօր Եվրոպան ինքն է ղեկավարում։ Իրանք չեն կարող ասել դա Եվրոպան չի, դա Ուրսուլա ֆոն դեր Լայնը։ Այսինքն մենք գնում ենք Եվրոպա, ոչ թե Ուրսուլա ֆոն դեր Լայն's տուն։ Այդ նույնը ոնց որ ասեմ ես գնում եմ Ռուսաստան, բայց Ռուսաստանը Պուտինը չի։ Այո, Ռուսաստանը Պուտինը չի, բայց այսօրվա Ռուսաստանն է Պուտինը։ Ինչպես այսօրվա Եվրոպան ներկայացնում է Ուրսուլա ֆոն դեր Լայնը։ Նույնիսկ կսկսեմ քաղաքականությամբ զբաղվող եւ ամբիցիան ունեցողների այսօրվա ցանկացած խոսք Եվրոպայի մասին նշանակում է աջակցություն մեզանից իշխանությունը խլացներին։ Իդեմս սա։ Դե հիմա արագ իրականացում են այն ինչ որ ինչի դիմաց վճարվում են։ Սա է աջակցությունը։ Ուշակովներն ասում է Փաշինյանից ոչ մի բան չկա, նորություն չկա։ Ինքը խոստացել է, որ առաջինը պետքա գա Ռուսաստան եւ ընդհանրապես պետքա գա։ Հունիսի 7-ից հետո անմիջապես պետքա գար։ Բայց հունիսի 7-ից հետո անմիջապես Հայաստան եկավ Ադրբեջանի ներկայացուցիչը։ Իսկ Փաշինյան Նիկոլը դեռ ոչ միտեղ չի գնացել։ Ոչ միտեղ չի գնացել եւ պետքա ասեմ, ոչ միայն ինքը չի գնացել։ Ինքը դեռ չի հասկացել, որ ընտրությունները բրծել են, ընտրաշարներ ավերջացել։ Եվ հոխորտալ, սպառնալ, բան, ամեն ինչ արդեն իմաստ չունի, որովհետեւ ընտրությունները ավարտվել են։ Հա ճիշտ է, վերջնական որոշումները չկա, սահմանադրական դատանի որոշումներ չկա, բայց լսի, ընտրաշարը վերջացել է։ Ասենք քո հոխորտալը ձեն գողանալու մասին, պատժելու մասին արդեն ակտուալ չի։ Այդ կարող է ինչ որտեղ քո ամբողջի համար, ատելության շուրջ ամբողջի համար, ատելության շուրջ հավաքված ամբողջի համար էական էր քարոզարշավի, բայց արդեն իրանք հիմա քեզ չեն լսում։ Բայց ասեմ քեզ, իրանք հաճույք են ստանում, երբ որ դու սպառնում ես վերբալ ինչ որ մեկին բռնաբարում ես, կզծնում ես, լցնում ես բանտերը եւ իրանք բոլորը վերբալ դանից հաճույք են ստանում։ Լսելով իրանք արդեն պատկերացնում են էական չի։ Դու այսօր ասեցից, բայց Սաշիկին արդեն արտարացել ուղարկել ես, թե չես ուղարկել։ Իրանց ինտելեկտը դրան չի հասնում, չի արիքում։ Այդ ամբողջը քեզանից դեբիլ է։ Ինքը դու իրան ինչ ուզես կարաս։ Ասես մեկը ինքը չի տենում, ոստեղ ասում ես, այնտեղ անում ես ուրիշ բան։ Դու իրավունք ունես ասելու քո ամբողջին ինչ ուզում ես։ Բայց ինչ է ամեն ինչը վկայում։ Այս ներվային վիճակը եւ դիմախաղը։ Լավ չի վիճակը։ Լավ չի կարողանում ինքը հարցը չի լուծել։ Չի լուծել իր դրած խնդիրը, իր դիմաց դրած խնդիրը, մարդը ինչ է ստանում, երբ որ դիմացը դրած խնդիրը լուծում է։ Ինքը հանգստանում է։ Հանգստանում։ Տարեկան 150 համերգ, աշխարհով մեկ։ Չափտալուց ամեն անգամ ղեկավարելուց հետո, երբ որ այդ օրվա համերգը ինձ թվում է ամեն անգամ այդ տարվա ամենակարևորն է։ Այդ անհաղթահարելի այդ պահին թվացող ծանրությունով եմ ասում։ Ամեն համերգից հետո, երբ որ ես վերջացնում էի, ես հասկանում եմ, որ նույնիսկ իմ խոսալու ցանկություն չկա։ Ոչ ուտելու, ոչ խոսելու, մի բաժակ ջուր խմեմ ու նայեմ սառած ինչ որ մի կետի։ Այդպիսի զգացողությունը մարդու մոտ, երբ որ ինքը ավարտած է լինում մեծ մի բան։ Իսկ նայելով ես հիմանի վիճակը, հասկանում ես ոչ թե միայն ինքը չի ավարտել, ինքը չի հանգստանում, որովհետև չի ավարտվել ընթացքը։ Ուշակովը դրա մասին էլ ասում, որ հələ չի եկել։ Բայց չկասկածեք, առաջի երկիրը ոսա գնալու է Ռուսաստան։
Ուղղակի ակնհայտորեն ինքը այսօր չի կարողանում բավարարի այն պայմանը, որի արդյունքում ինքը մենակ կարող է գնա Ռուսաստան։ Այսինքն չի գնացել Ռուսաստան եւ չի գնացել ոչ միտեղ։ Դա փոխարեն Ուրսուլա ֆոն դեր Լայնն է վազվզում Երևանի եւ Բաքվի միջև։ Գտնենք սա։ Պնդումներին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մտել են խաղաղության դարաշրջան եւ հայերի ու ադրբեջանցիների համակեցությունն անհնարին մի բան չէ, Ադրբեջանում անցկացված հարցումները վկայում են, որ հայերի նկատմամբ ադրբեջանական հասարակության ատելությունը շատ խոր արմատներ է գցել։ Թեման կքննարկենք Հայրուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լիլիթ։ Արման, տպավորություն էր, որ Հայաստանի իշխանության խաղաղության ուղերձները Հայաստանի հասարակությանը խաղաղության տրամադրելու Փաշինյանի իշխանության քայլերը կարող են հայելային անդրադարձ ունենալ ադրբեջանական հասարակության վրա, բայց դու պնդում ես, որ ամենևին էլ այդպես չէ։ Այո Լիլիթ, անգամ տարիքով մարդիկ, որոնք խորհրդային տարիների այդ ժողովուրդների եղբայրությամբ արտադրված գաղափարախոսությունն են տեսել ու հնարավոր է, որ հայերի հետ ընկերական ինչ-որ հարաբերություններ են ունեցել, տեսախցիկների առաջ հայատյաց տեքստեր են ասում։ Զրո հանդուրժողականություն հայերիս հանդեպ նրանք կրկնում են հետխորհրդային առաջին տարիներից Ադրբեջանում ակտիվորեն շրջանառվող այն կեղծ թեզերը, թե հայերը եկվոր են, հայրենիք չունեն, մշտապես վարել են քոչվորի կյանք ու յուրացրել են իրենց պատմական հողերը։ Լսենք Ադրբեջանում անցկացված հարցումներից մի հատված։ Torpaq üstündədir. Onlar heç vaxt torpağı olmayıb. Նրանք երբեք հող չեն ունեցել, նրանք գիտես ինչպես են, նրանք քոչվորի կյանք են վարել։ Köçə həyat yaşayıblar. Նրանց պատմությունը մշուշոտ է, նրանց հողը անհայտ է։ Նրանք պարզապես ամեն ինչ պատրաստի են փնտրում։ Պատրաստի հող, պատրաստի տուն ու տեղ։ Նրանք միայն ճշնամության համար են, ոչ բարեկամության։ Հա, սրանք էլ Նիկոլներն են Բաքվում ատելության շուրջ հակված։ Ուղղակի այս տագետներին պետք է տանել քաղաքի կենտրոն եւ ասել. Եկես չոթկոտանի։ Այս թատրոնը ով է ստեղծել քո համար։ Այս թատրոնը ձեր համար ով է ստեղծել։ Որ դու դրանից հետո ոչ մի բան չես ստեղծել ձեր համար։ Այս ամեն ինչ էս հին Բաքվում, ոչ թե downtown են, որ մի քանի ծուռ շենք ասարկել, գիտեն դա Ադրբեջանն է։ Այս շենքերը ձեր համար էս օպերային թատրոնից սկսած մինչև դրամատիկ թատրոնները ձեր համար ով է սարքել։ Եվ իրան չեն հարցնի ոչ մեկ ասի, լսի դու 100 տարի առաջ քեզ զանազանում անուն ազգանուն նույնիսկ չունեիր։ Քեզ զանազանում են թե դու այդ ժամանակ ինչ գույնի ոչխար էիր պահում։ Բայց գիտեք, ռոպագանդան sense բան է, sense բան։ Նույնիսկ Գեբելսը վստահեցնում էր, տվեք ինձ 6 ամիս ժամանակ եւ մեդիա։ Ես ցանկացած ժողովրդից սարքեմ ոչխարի հոտ։ Դա աշխատում է եւ Ադրբեջանում աշխատել են տարիներով եւ դա իրականացնում է Փաշինյան Նիկոլը Հայաստանում։ Ինչ որ մեկ տեսնում եք։ Արման, պատկերացնում եմ, թե ինչ մեծ ատելություն կարող են ունենալ հայերի հանդեպ երիտասարդներ, այսպես կոչված անկախության սերունդը, որ երբևէ որևէ հայի չեն տեսել իրենց կյանքում, բայց մեծացել են Ալիևների հակահայկական քարոզչության տարիներին։ Այո Լիլիթ, երիտասարդության շրջանում, ինչպես եւ կանխատեսելի է, հակահայկական տրամադրվածություններն ավելի ընդգծված են։ Նրանք բար առ բար կրկնում են հայր եւ որդի Ալիևների տասնամյակների քարոզչական թեզերը։ Մասնավորապես այն, թե իբր Ադրբեջանը մեծահոգաբար իր հողերը տվել է հայերին պետություն ստեղծելու համար։ Մնագիշը չողտան yaranıb. Հակամարտությունը վաղուց է առաջացել ու էլի նույն հողի պատճառով։ Այսինքն մենք գիտենք, որ Երևանի խանությունը նույնպես ադրբեջանական խանություն է եղել։ Մի քանի դար առաջ, երբ հայերը եկան Ադրբեջան, մենք նրանց կարելի է ասել օգնեցինք, սակայն նրանք դա չգնահատեցին։ Մենք ոնց ասեմ, շատ սրտացավ մոտեցանք այդ ժողովրդին, բայց նրանք չգնահատեցին։ Իդեպ Լիլիթ, այստեղ նկատելի է մեզ համար հաջորդ վտանգավոր թեզը, խոսքը երիտասարդ աղջկա հիշատակած, այսպես կոչված Երևանի խանության մասին է, որն անմիջապես կապ ունի այսպես կոչված արևմտյան Ադրբեջան հակահայկական թեզի հետ, համաձայն որի Երևանը պատմական ադրբեջանական հող է։ Ադրբեջանցիներին լսելուց հետո հատկապես կարծում եմ շատ դժվար է հավատալ Հայաստանի իշխանության հավաստիացումներին, թե Ադրբեջանը հրաժարվել է արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունից եւ կամ կհրաժարվի, եթե մենք դադարենք խոսել Արցախահայերի վերադարձի իրավունքի մասին։ Հիմա այս երիտասարդ արդեն մեղքից գալիս, ասեք ինչի։ Եթե ասենք այս ալիքը կոմենտների տեղ ունի, այս երիտասարդների նկատմամբ Նիկոլի ամբողը, որը հավաքված է ատելության շուրջ, այսինքն նեոբոլշևիկները, էլի։ Բոլշևիկները գիտեք ովքեր էին։ Բոլշևիկները դա կուսակցություն չէր ընդամենը։ Բոլշևիկների հիմքը կազմված էր անգրագետ, հարբեցող, նարկաման, ոչինչին չտիրապետող մի մասա, որին խոսք էին տվել հող եւ փող։ Որ եթե դու կոտորես արիստոկրատիային,
դու դրա դիմաց կստանաս հող։ Բայց այդ հողը հարբեցող անբան հանցագործ շերտին պետք չէր։ Բայց ինքը գիտեր, որ ինքը կարելի է վրեժը լուծի նրանից, ով իրենց լավ է ապրում։ Դուք հասկացեք, դրանք որ գրավեցին այդ պալատները, իրենք չգնացին այնտեղ ապրելու։ Իրենք գնացին դրանք վառելու, ոչնչացնելու, ոչ թե ապրելու համար։ Որովհետև իրենք ոնց կարող էին այնտեղ ապրել, իրենք չէին կարող դա գնահատել, հասկանում եք։ Սա փորձված տարբերակ, այ հիմա դրա շուրջը միավորում Փաշինյան Նիկոլը, եթե բանը որ լսում ես, բառապաշարը, բառամթերքը դու հասկանում ես սա։ Այ հիմա այստեղ են ինք իրականում ներկայացնում են ինչ որ կա, բայց հիմա լուտանքն ու աշխարհի հայոյանքները նրանց խոսափողի, նրանց խոսան բառամթերքի համար թափելու են այստեղում վրա, որովհետև իրանք ուրիշ բան չեն կարողանում։ Ու դրա վրա է հիմնված այսօրվա իշխանությունը ժողովուրդ, սա նշանակում է ամեն մեկիս տանը այս վտանգը կա, ամեն մեկիս հարևանության մեջ բակում, միջանցքում այս վտանգը կա։ Ես չգիտեմ ոնց բացատրեմ, բայց մենք հələ առիթ ունենալու ենք այս մասին խոսալու։ Մինչ մեր իշխանությունը հասարակությանը պատրաստում է խաղաղության, Ադրբեջանի իշխանությունը ըստ էության Հայաստանի հանդեպ զավթողական ծրագրեր է մշակում, եւ դա ակնհայտ է անգամ սովորական ադրբեջանցիների խոսքից։ Մարդիկ համոզմունք են հայտնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանական է։ Իհարկե Ադրբեջանի տարածքն է, նրանք իրենց հողը չեն ունեցել, նրանք քոչվոր կյանք են վարել։ Այո։ Հարցվածների մի Իհարկե դա քոչվոր են եղել են։ Մտնեք ես գիտեք որտեղ է։ Կանադայում է։ Այստեղ ուրեմն ձեռագրերը կտած 1708 թվականին նայեք սա տպագրված է Հայաստանում 1708 թվականին Կանադայի թանգարանում ենք տեսա։ Իհարկե թուրք այս քոչվոր ժողովրդին ոչ մեկ չի ասի, լսի, այդ տգետայան գրագետ, այն հիմա որ դու այդ տարերով գրում ես, այդ տարերը նույնիսկ քոնը չի, այդ տարերը թուրքականն է, որն էլ հայ է ստեղծել, կոտրվել այդ Հակոբի ձեռքերը, որ այդ տարերը չստեղծել թուրքերի համար, դուք այսօր կգրեիք արաբերեն, իհարկե դա ոչ մեկ իրանց ոչ մի բան չի ասի, Հայաստանն էլ պատմության ինստիտուտ ունի, չէ, իհարկե ունի, լռությունը, կայ լռությունը, ոչ մի բան չկա, հակառակ Փաշինյան Նիկոլի մեդիան ջնջում է բոլոր հետքերը, ինչով մեզ հիշեցնում է մեր մասին եւ կրկնում է նույն նարատիվը, որ մենք ստեղ պատահական անցորդ ենք այս տարածքի վրա, մենք պետություն չենք ունեցել, ստեղով ասես գնացել եք իլա, մենք էլ դրանցից մեկն ենք։ Մասը ոչ ուղիղ, բայց ցանկություն է հայտնում, որ խաղաղություն լինի, անգամ ուզում են Երևան գալ, սակայն միևնույն ժամանակ տեսախցիկների առաջ շեշտում են, որ անցյալը մոռանալ չի լինի եւ որ ամեն դեպքում Երևանը ադրբեջանական է։ Գուցե այդ մարդիկ վախենում են բացահայտ խաղաղասիրական տեքստեր ասել նաեւ այն պատճառով, որ հասարակությունը հաճախ դավաճան է համարում հայերի մասին լավ արտահայտվող ադրբեջանցիներին։ Մի հասկանում։ Մենք առաջ մենք սա մասին խոսացինք։ Լսենք ես արդյունակի ես արդյունքն խոսեմ։ Խնդրեմ Լիանա։ Ինչ արժե հայի գլուխը կամ որքան արժողություն ունի հայի կյանքը։ 90,000 եվրո, այսքան է գնահատել խոշտանգված հայ երիտասարդի կյանքը մարդու իրավունքների միջազգային դատարանը։ Այն երիտասարդի կյանքը, որին ադրբեջանցի վայրակ բաշի բոզուկները ողջ մասնատել են, այսինքն ձեռքերն են կտրել, ոտքերն են կտրել, հետո տեսել են դեռ ողջ է, գլուխն են կտրել եւ մարմնի մասերի հետ սելֆիներ են արել, տեղադրել համացանցում եւ բացի նրանից, որ ստացել են իրենց այս վայրակ ցեղի ներկայացուցիչների փառաբանությունը եւ ծափահարությունները, բացի Ախր դուք հասկանում եք, որ սա անցյալում չի։ Սա ուղիղ ներկան է։ Սա անցյալում չի։ Ամբողջ սա անցյալում չի։ Հասկանում եք, ամբողջը չի մտածում, բայց ամբողջի մեջ կա բանը, վախի արագ տարածման սինդրոմը։ Արագ։ Քանի որ իր մոտ բացակայում է բանականությունը, աշխատում է բնազդը, փոխարինում է բնազդը, էլի։ Եվ վախի սինդրոմը շատ արագ կարա տարածվի։ Գոնե սա լսեն, մեծ սթափվեն, էլի, որ դա անցյալը չէ, դա ներկան է։ Այդ մարդիկ միջևան նույն բանն են ուզում։ Ու դրա մասին խոսում է։
ու հասել են Վաշինգտոն դա իրականացնելու համար։ Դրանից ստացել են նաև պետական շքանշան, արիության շքանշան է տվել Ալիևը սրանց։ Երբ որ միջազգային ատյանները պահանջել են, որ այդ հայի աճյունը վերադարձնեն Հայաստանին, գլուխը մարմնի հետ չեն վերադարձրել, այսինքն ազգին։ Ու այս ամենը կարծես թե ոչ լսում եք, ոչ տեսնում եք, ոչ հասկանում եք, դուք համական էկվիվալենտով փոխհատուցելը, բայց ինչևից է մարմնի հետ չեն վերադարձրել, այսինքն վերադարձրել են մարմնի մասերը բացի գլխից, գլուխը պահելով տրախեի։ Եվ այս ամենը միջազգային դատարանը գնահատել է $90,000, Եթե մարդ կա դեռ չի հասկացել մենք մոտավորապես հոգեբանական նկարագրով ինչ ժողովրդի հետ գործ ունենք, սա եզակի դեպքեր չի։ Եզակի դեպքեր չի։ Սա ուղիղ ձեռագիր է, որտեղ կրկնվել է պարբերաբար, կրկնվել է բոլոր պատերազմների ժամանակ։ Մենք որ մեր գրքերում, դասագրքերում կարդում ենք այս բաներ 100 տարվա առաջ բաների մասին, ցեղասպանությունների մասին, շնորհակ մտածում ենք դե լավ է, թե այն ժամանակ ա եղել դե երևի դե անգրագետ են եղել, անկիրթ են եղել, չի վայրեն են եղել, հասկանում եք, դա չի փոխվում։ Մարդ որ իրան ասոցացնում է գայլի հետ, հասկանում եք, ինքը չի կարա փոխվի։ Գայլը միակ կենդանին է, որ չի ադապտացվում ոչ մի համակարգում։ Իրանք ասում են, մեր գործը չի փոխվել, մեր գործը նույնն է, մեր բնազդը, մեր երազանքը, մեր գործիքակազմը նույնն է։ Հիմա չգիտեմ ես ամբողին բանականությունից զուրկ ոնց բացատրենք սա, որ գոնե բանի զգայարանների վրա զգա սա, էլի։ Գոնե զգայարանների վրա։ Որ պետք է Ադրբեջանը փոխհատուցի այս երիտասարդի հարազատներին։ Ընդհանրապես չեմ հասկանում ինչ է նշանակում մարդու կյանքը ինչ որ դրամական էկվիվալենտով փոխհատուցելը, բայց ինչևից է, ես համոզված եմ, որ անգամ 50 ցենտ Ալիևը կամ Ադրբեջանը չի փոխհատուցելու այս երիտասարդի ընտանիքին։ Նաև ունեմ հիմնավոր կասկածներ, որ հնարավոր է ինչպես բոլոր այլ դատական հայցերը, այս հայցը եւս, այս դատական որոշումը եւս հայկական այս թուրքի մարիոնետկա իշխանությունները հետ կանչեն կամ չեղարկեն։ Եվ ես հարցեր չունեմ այս իշխանությանը, ինձ համար իրենք պարզ են։ Ես հարցեր ունեմ իմ ազգի ներկայացուցիչներին, այն անձանց, որոնք այս թուրքի մարիոնետկա իշխանությանը ձայն են տվել։ Օրինակի համար, եթե ձեր որդին լիներ այս երիտասարդը կամ լիներ ձեր եղբայրը, դուք նորից այդպիսի ռոմանտիզմով կամ դեբիլիզմով պետք է տարապեիք։ Դուս է, չէ՞ որ կա Գեգամ Նազարյան։ Ու ինքը եզակի չի։ Գուցե Արեք չբացառենք դա։ Մենք ունենք այդ օրինակները։ Որ հավատայք, որ պայմանական խաղաղություն կարող է լինել այս վայրի ցեղերի հետ։ Ու դուք հասկանում եք, պատկերացնում եք, որ 21-րդ դարի թուրքը կամ ադրբեջանցին այլ թուրք է, այսինքն ցիվիլ թուրք է, սրանց հետ հնարավոր է պայմանավորել, բայց չէ՞ որ այս դեպքերը մի քանի տարի առաջ են տեղի ունեցել, բայց ասեմ ձեզ, որ նման տեսանյութերը ընդհանրապես նման նորությունները հակում չունեն տարածվելու, որովհետև կարծես թե մեր ազգի մեջ ինչ որ միտումնավոր աբստրակցիա է նման նորություններից կամ Ստրաուսի դիրք են ընդունում գլուխը մտցնելով, ասենք ավազի մեջ ու երազելով, որ ամեն ինչ նորմալ է։ Այդ դիրքի մասին մի բան կարամ ասեմ։ Երբ որ ասում ես դու այդ դիրքով կանգնած ես, չզարմանաս, երբ որ դիրքից այդ օգտվող կա։ Տենց է։ Ցանկացած դիրքից միշտ օգտվող կլինի։ Եթե դու այդ դիրքով ես կանգնել, նախորդ վստահ եղեք։ Անցորդները անտարբեր չեն անցնելու։ Մի տեսահոլովակ եմ ուզում տեղադրել այս տեսահոլովակից հետ միասին, որտեղ ադրբեջանական արդեն ոչ թե թուրք գորշ գայլերը, այլ ադրբեջանցի երիտասարդ գորշ գայլերը երդվում են իրենց դրոշի վրա, որ պետք է հայի յուրաքանչյուր հայի, որտեղ որ հանդիպեն, պետք է սպանեն, այսինքն բնաջնջեն հայ ազգին։ Ու այս ամենը կարծես թե ոչ լսում եք, ոչ տեսնում եք, ոչ հասկանում եք, դուք ինչքան եք ռեալիզմից հեռացած կամ Ես պատկերացնում եմ գեղեցկուն ինչքան են հայոյը։ Ես արդեն պատկերացնում եմ Լիանա Տոկմաջյան։ Ես արդեն պատկերացնում ինչքան են հայոյը։ Հասկացեք, այնտեղ իրանք չեն լսում համաձայն են թե համաձայն չեն։ Իրանք հասկանում են ենթա գիտակցության մակարդակի վրա կամ ուղարկում են այս լինքը, ասում են մտեք ու հայոյեք։ Ես դա էլ չեմ բացում, չգիտեմ դրանց այդ վճարվող համակարգը ոնց է աշխատում, հա։ Բայց ակնարկ սա չկա, ասում են ինչ որ կա, չէ՞, բայց վստահ եղեք։ Այդ նույն ամբողը վճարվող անդեմ կան գլուխ այն որ հեղափոխություն արեց ինչ այդտեղ 1917 թվականին եւ 18 թվականին նաեւ չնայած 18 թվականի հեղափոխությանը մասնակցում էին բոլորը բայց մնաց Նիկոլի Հենարանը հենց ամենացածր ամենաներքևի կետը
Ես այդ մասին առանձին խոսալու եմ։ Անգամ ձեր բնական ինստինկտները, որ կենդանիների մոտ կան, անգամ կենդանիների մոտ կան ինքնապաշտպանական ռեֆլեքսներ։ Այս ռեֆլեքսները եւս բացի այն, որ ձեր ուղեղն են բթացրել են նաեւ ձեր ինքնապաշտպանական ռեֆլեքսները։ Ոչինչ այնքան անգրագետ շերտին չի միավորում իր այդ ինչքան ատելությունը ինչ-որ բանի նկատմամբ։ Այ նույնը Ադրբեջանում է, նույնը Թուրքիայում է, նույնը Նիկոլի աջակիցների մեջ է։ Գրիվ նույնը։ Ռմետ նիկոլական մեդիանն է, նիկոլական քարոզարշավը, մեկ էլ դրանց աջակիցների խոսույթը ինտերնետում։ Ասում, այս ամենատական, ամենակեղտոտ շերտին հասկանում չի կարող արվեստը, սերը, հայրենիքը, բարձր գաղափարները միավորեք, հասկացեք, իրանք չգիտեն դա ինչա։ Իրանք կարող են միավորվել մի բանի շուրջ, որը իրանք համար բնազդի մակարդակով հասանելի է ու ընկալելի է։ Դա ատելությունն է։ Այ հիմա ոնց որ էս երեխեքի մոտ։ Էս երեխեքի կյանքում ոչ հայ են տեսել, ոչ էլ հայ ինչ-որ մի բան արել։ Բայց ատելությունը, այս անգրագետ, չկրթված, լեզու չիմացող, Ադրբեջանից դուրս կյանքում չգնացած երեխեքին, սա երեխեք են, սա զոհ են, հա։ Ինչը կարող ասենց միավորի ատելությունը։ Բայց այս ամենը դեռ իմ ազգի տրագեդիայի ապագեյան չէ, հասկանում եք։ Պատկերացնում եք, մեր ազգի մեջ կան այնպիսի հայ անազգաններով հայվաններ, որ համեմատում են հայերին ադրբեջանցիների հետ, ասելով, որ դե մենք էլ ենք վատը, իրանք էլ են վատը, մեր մեջ էլ կա վատը, նրանց մեջ էլ կա վատը։ Ես հիմա մի տեսահոլովակել կտեղադրեմ, որտեղ մի հայվան, հայ չեմ կարող անվանել, հայվան, այդպիսի բաներ է ասում, մեկնաբանությունները կթողնեմ ձեզ, ես կխնդրեի, որ հնարավորինս adekvat եւ առանց հայհոյանքների մեկնաբանեք, եւ ցանկանամ հասկանալ որտեղ է այն գրանիցը, որտեղ է այն սահմանը, որ մեր ազգը պետք է զարթնի ու հասկանա ինչ է կատարվում իր հետ։ Հայերի մեծ մասը նույնիսկ պատկերացում չունի, թե մեր ժողովուրդը ինչքան է նման ադրբեջանցի ժողովրդին։ Եվ Հիշում եք, ես որ ասում էի 18 թվականից տականքների մի խումբ կա, որ ներդրված է, որ պայքարի հակաթուրքականության դեմ։ Ես դրանք հերթով բացահայտել եմ, չէ՞, արդեն գոնե 3 հոգու տեսել եք դուք արդեն։ Կամ սա է երրորդը։ Ուրեմն սրանց նպատակը այդ իրանք որպես թշնամի, որպես այլ, ասենց ասեմ, գալիս է մեր անունը խմելու, այս տականքները պետք է աշխատեն մեզ ասեն, չէ, ճիշտ է, իրանք գալիս է մեր անունը խմելու, բայց մենք նույնն ենք, մենք նման ենք իրար։ Ճանաչեք հերթական տականքին։ Հիմա ինչ ասեմ, ասենց էլի, այս ասած Լիանայի հայ բանին։ Ադրբեջանցիներն չգիտեն թե իրենք ինչքան են նման մեզ։ Մենք նման ենք, եւ դա նորմալ է, որովհետեւ մենք ապրում ենք կողք կողքի։ Մեր ժողովուրդը։ Մենք նման ենք, մենք ապրում ենք դա կողք կողքի ու այդքանով նման ենք։ Հասկացաք ոնց ենք նման։ Հիմա այս տականքին, այս հայ վանին ես ասելու եմ բես ճուստուր այն ռազմական հանցագործությունները, հա, որոնք հայերը կենթանի ադրբեջանցուն մորթում են, էկրանի վրա ու գլխի հետ նկատվում են։ Եթե դու ցույց չտվեցիր այդ նմանությունը, որ մենք ենք նույն բանն արել, ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, ոչ թե դու միայն հայվան ես։ Ուղղակի եթերի ֆորմատը ցույց չտալի, որ ասեմ դու ով ես, բայց երևի հասկացար դու ով ես։ Քո նման անասուններին ես ուղղակի պետք է հիշեցնեմ, որ դու ոչ թե հայվան ես միայն, դու նաև պղծում ես այն բոլոր մարդկանց հիշատակները, որ նույնիսկ պատերազմի ժամանակ ադրբեջանցի էին փրկում, ադրբեջանցու երեխուն կաթ էին կերակրում։ Դուշման վարդանը շշով կաթ էր կերակրում ադրբեջանցի երեխուն։ Ու ոչ մի հայի մոտ չէ առաջանում են բանը, ոնց թե այս ինչ է անում, սպանի թող գնա կամ շպրտի թող գնա։ Ճանաչեք հայի ամենագերագույն ձևով, ասած ընդգծված տականքին, ես ուրիշ բան չեմ կարող ասել սա։ Մենք ընթացքում նույնպես եմ ասում, բացահայտելու ենք բոլոր այն տականքներին, որոնք աշխատում են այդ ուղղությամբ, որ մեզ ասեն դե գիտես ինչ, կամ մի հատի թուրքին ինքդ կամ վտանգավոր չի, կամ արա դե դուք եմ նույն բանն եք։
ժողովուրդները խորհրդային շրջանում եւ դրանից առաջ ռուսական կայսրության շրջանում ապրել են կողք կողքի խառը Տոյան ասում ռուսական ցարական շրջանում մենք կողք կողքի ապրելով անընդհատ պատերազմի մեջ ենք եղել, որովհետեւ դրանց միակ զբաղմունքը եղել է անասնագողությունը։ Այ կատարյալ հայվան, մենք ոնց կարող է նույնը անեինք, ինչ որ իրանք էր։ Բաքուն ստեղծել են հայերը մեծամասնություն են եղել։ Բաքվի կառույցները, Բաքվի նավթատարները, Բաքվի նավթի վիշկեկը ամբողջը ստեղծել են հայեր, արա։ Այն ժամանակ, երբ որ դրանք կոտորածներով էին զբաղված, անասնագողությունով, մարդագողությունով էին զբաղված։ Մենք ինչն են կարա կողքի ապրել նման եղել։ Ստեկել ինչ ասում ես։ Զարմանալի կլիներ, եթե հայերը, ադրբեջանցիները եւ վրացիները եւ մյուս ժողովուրդները իրար նման չլինեն։ Զարմանալի Պատկերացնում ես հիմա վրացիները լսեն, սա ինչ կասեն։ Վրացիները որ ընդհանրապես այդ ոչ մի բան չունեն, ընդհանրապես ոչ մի ընդհանուր բան չունեն։ Հիմա կասեն, տեսեք, վրացական տեսակից են, արա կասեն, արա այս հայերը ոչ միայն իրանք են անասուն, որ իրենց նույնականացնում են թուրքերի հետ, ու այնքան անասուն են, որ մեզ չուժոյ պախմեն, մեր համար մենք նստած ենք, մեզ են նույնականացնում ադրբեջանցիների հետ։ Դե հիմա արես վրացիներին բացատի, ոչ չէ եղբայր, դա հայերը չեն, դա հայվաններն են, որ իրանք նույնիսկ չգիտեն իրանք ինչ են խոսում, փողը դրա համար են ստացել, էդ էլ պետք է խոսան։ կլիներ, եթե մենք նույն երաժշտությունը չսիրեինք, եթե մենք նման խոհանոցներ չունենայինք, եթե մենք խոհանոց Տո այ իդիոտ, դու գոնե լսել ես ադրբեջանցիներին, որ եկել էին Հայաստան առաջի անգամ, իրանց մոտ ինչ էին պատմում խոհանոցների վերաբերյալ։ Դու ինչ գիտես ադրբեջանական խոհանոցի մասին։ Գոնե իրանք լսի, իրանք ոնց էին զարմացած Հայաստանի խոհանոցի վերաբերյալ։ Որտեղ դրա մասին էին խոսում, իրանք չգիտեն, որ Հայաստանում խոհանոց կա։ Որտեղ իրանք գիտեն իրանց նման ոչ մի բան չունեն ուտելու։ Խոհանոց իրանք ոնց պետք է ունենան, արա այդ ապուշ։ Քոչվորը որտեղից պետք է ունենա խոհանոց։ Քոչվորը չի կարա խոհանոց ունենա։ Խոհանոց ունենում են այն ժողովուրդները, որոնք նստակյաց կյանքով են ապրել։ Ինչի է ասենք միջին արևելքի ժողովուրդների խոհանոցը իր նման, որտեղ միջին արևելքում ինչ աճել է, այդ էլ օգտագործվել է իրաց խոհանոցում։ Ինչի է Վրաստանի խոհանոցը տեղ, այտենց տարբերվում մերն, որտեղ այն ինչ որ աճում է, այնտեղ իրանք այդ են օգտագործում, այն ինչ որ աճում է մեր մոտ, մենք այդ ենք օգտագործում։ Քոչվորը չի կարա խոհանոց ունենա մշտական, չունի, նա չգիտի ինչ է, նա կարա ունենա այն ինչ որ կարողանում է հետը տեղափոխի։ Այ ապուշ։ Եվ ինքը չի կարա տրադիցիա ստեղծի, որովհետև այդ տրադիցիան ստեղծելու համար տասնյակ տարիներ, հարյուրավոր տարիներ պետք է ապրես միտեղ մի տարածքում, որ քո մոտ գեներանա մշակույթ, ըստ տարածաշրջանի հնարավոր կլիմայական պրոդուկտների։ Խոհանոցը դա պրոդուկտ է, իդիոտ։ Տեսում եմ ինչ բացատրում։ Եթե մարդը վրացական ու վրացուն ու ադրբեջանցուն հային կարա նույնականացնի, իսկ հայն ու վրացին միան նման չեն, արա։ Ու այս վստահության հերթական նիկոլականը, հերթական հայվանը, ինչ ուզում խոսում։ Ամբողջնել, եթե Նիկոլի օգտին է խոսում, դեմ ծառայ։ Դες հիմա ձեզ գիտականորեն բացատրեցի, որ դուք հայվան եք։ Էլ ինչ ասեմ։ նման ադատներ չունենայինք, մենք նման ենք իրար եւ դա նորմալ է։ Մենք Ադատ ունեն իրանք, այ իդիոտ, մենք ունենք ավանդույթներ։ Ադատ ունեն իրանք մաս սպառնելու, գլուխ կտրելու, կտրած գլխի հետ նկատվելու, քնած մարդուն կոլեգային տապորով սպանելու, կասնով սպանելու, հետո հերոսացնելու։ Հայերը ադատ չունեն, իդիոտ, հայերն ունեն ավանդույթ, որտեղ նման բան չկա։ Բայց փողը դրա համար է ստանում, այդ էլ խոսում է։ Խնդրում եմ անպայման, համառոտ կտրեք էսի, տեղ հասցրեք բոլոր նման հայվաններին, որոնք կփորձեն իրականությունը, մշակույթը, պատմությունը, մարդաբանությունը, մարդատեսակը փոխեն իրենց քաղաքական պատվերները կատարելու համար։ Դրանք էլ ինչ է ասում ես ոչնչությունը։ դեմոնացել ենք պարզապես ադրբեջանցիներին, ինչպես ադրբեջանցիները դեմոնացել են մեզ։ Չկան բարբար Դեմոնացել են, մենք դեմոնացել ենք։
դեմոն ասել, նախ դեմոնիզացիա է դա անգրագետ։ Այսինքն մենք դեմոնիզացնել ենք բաներ ադրբեջանցիներին, իրենք ոչ գլուխ են կտրել, ոչ ցեղասպանություն են արել, ոչ մարդկանց են կտրտել նկարվել դրա հետ, հա? Չեն արել։ Մենք այդ ամեն ինչը հորինել ենք։ Դե ավելի, ինչ ասեմ քեզ, սա նայում են հիմա այն մարդիկ ցավոք, որոնց երեխեքը, որոնց ընտանիքի անդամները ենթարկվել են հենց այդ խոշտանգումների։ Բայց համար կարևոր չի, փողը ստացել է, կատարում է իր պարտքը, չէ հաջորդը կստանա։ Պատկերացնում եք Ադրբեջանի հեռուստատեսությունը մեկը ասեր, որ հայերն ու ադրբեջանցիները մեկ են, նույնն են։ Մենք այնքան նման ենք, իրան ուղղակի դե մի անգամից մաշկահան կանեին, մաշկահան։ Հայաստանում իրանք իշխանության հովանավորյալներն են։ Հայաստանում չկա ատելության թանգարան, այնտեղ կա թանգարան, որտեղ հայ զինվորը ծաղրի առած կայա, պետք է գան, թքեն վրեն, խփեն վրեն, մի խոսքով։ Մենք նույն ադատներ ունենք։ Դու ես ադատավոր անասուն ուղղակի։ Մենք նույն ադատները չունենք։ Մենք ընդհանրապես ադատ չունենք, մեր ավանդույթը։ Ու մենք այդպես թանգարան չունենք մեր մոտ։ Արոս ազգեր, չկան բարի ազգեր, չկան չար ազգեր, չկան աշխատասեր կամ թույլ ազգեր։ Այս բոլոր հատկանիշները մարդու անհատի հատկանիշներ են։ Հասկացա, չկան այդպես ազգեր, չկա։ Հա։ Չկա։ Հիմա ես իդիոտը որ ասում չկան, իրեն ո՞նց ասես կա։ Ասկի իրացան նույնիսկ ժամանակ կորցնել հետը, նշանակում է դու ուղղակի վիրավորես քո ինտելեկտը, էլի։ Բայց կասկածողներն ասեն կան։ Եվ դա կոչվում է ավանդույթ։ Եթե մի երկրում, մի տարածաշրջանում, մի մշակույթում մաս սպանելը կոլեգային, վիս կտրելը, դրանք հերոսացվում է։ Հերոսացվում է։ Ոնց կարաս այդ ազգին համատես այն ազգի հետ, որտեղ դա չի հերոսացվում։ Ինքը որոշել է, որ այդպես ազգեր չկա։ Ուզում ասի, սա ուզում ասի, ճապոնացին, թուրքը, հնդիկը, որ ճանճ չի սպանում, դրանք նույնն են։ Չինացին, ինքը գիտե որ չի կարելի կյանք խլել, իսկ ճապոնացին նույնիսկ տերևը չի պոկում, որտեղ հավանում է, որ այդ էլ է կյանք։ Բայց այս կայքի հայվանի համար բոլորը նույնն են, բոլորը։ Ինչ է նրա։ Հասկացեք, բոլոր ազգերում ամեն ինչ կա։ Ադրբեջանում դուք կգտնեք աշխարհի ամենամեծ սրիկաներին եւ աշխարհի ամենահանջարեղ մարդկանց։ Եվ նույն Լու։ Չես ուզում ես ցուցակ տաս այդ հանճարեղ մարդկանց։ Մի խոսքով հասկացաք ով է։ Հայաստանում։ Մի հատ նայեք մեր միջի սրիկաներին։ Մեր միջի սրիկաները եզերական մասշտաբի սրիկաներ են, բայց մեր ազգը ունի նաեւ այսօր հանճարեղ ներկայացուցիչներ, որոնք ձեր նմանների մասին նժդերն ասել է։ Ամեն ազգ ունի իր տականքը, բայց դուք անգերազանցել եք։ Դրա համար նժդերը ձեր համար ֆաշիստ։ Բա։ Մեր ազգի լավագույն կողմերն են ցույց տալիս աշխարհին։ Մենք ոչ թե պետք է դեմոնացնենք ադրբեջանցիներին, ոչ թե պետք է նմանվենք իրենք հակահայ քարոզություն են տանում, մենք հակադրբեջանական քարոզություն տանենք, այլ մենք պետք է դիմենք եւ խոսենք ադրբեջանի քաղաքակիրթ եւ տաղանդավոր ներ։ Բա։ Իշմեք ինչ է ասում, ի սկզբանե որ 18 թվականից վասկաների մի շերտ ադրվել հասարակության մեջ, որ պետք է այս քարոզն անեն։ Որ թուրք ադրբեջանցին քո թշնամին չի։ Դուք նույնն եք։ Չնայած թուրքն էլ կվիրավորվի դրանից, ադրբեջանցիներ կվիրավորվի դրանից։ Բայց հայի, ասենց ասեմ, բնազդային մակարդակի վրա, հիշողության մակարդակի վրա զգուշացումը թուրքի նկատմամբ, արդարացի զգուշացումն ու ատելությունը թուրքի նկատմամբ պետք է այս հայվանների ձեռքով հնարավորինս բթացնել եւ կա ասենք մի ասած ամբողջ մի շերտ որ կուտը կերել այլ իր հերոսը սա է հակահերոսը Լիանա որ էս մասին խոսում է դա կա սա նայեք սա էս մանկուրտների դեր մեկ սա հենց էս ես որ ասում եմ ինչ է լինում երբ որ
Ինչ է լինում, երբ որ շարիկովները գալիս են իշխանության, ամենատականք շերտը։ Որոշ ընտրողների զինվորներին չենք բերել, դի դուք եք ձեր որոշ ընտրողների բերում տանում զինվորներին, կազմակերպվել է ընտրություն, այդ զինվորները այդ թվում ձեր անվտանգությունն են անում, տեղից երիտասարդ ու արդեն ԿՊ-ական, պատկերացնում եք, իրենք զինվորներին չեն բերել։ Զինվորներին բերել են ուղղակի ընտրություններ կեղծելու։ Մի խոսացեք տեղից։ Դու գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք։ Հասկանում եք, սրանք արդեն ուր են հասել, ոչ են, հենց հիմա այս տեսակը գիտեք ով է։ Ամենավտանգավոր բանն է, նույնիսկ ասում, սրանց թերագնահատելը։ Բոլշևիզմը նայեք ինչ արեց Ռուսաստանի հետ։ Ուրիշ բան չեմ ասում, ոնց կարող է շարիկովները իրանք կարողանան մի բան կառուցեն։ Իրանք անցած ճանապարհը իրանք չեն կարող վերաձևեն, երբ որ իրանք իշխանություն են, հասկանում եք։ Շան նման ապրածը չի կարող դառնա իշխանություն ու սկսի ապրել գիտնականի նման, ստեղծողի նման, ինժեների նման, չի կարող, ժողովուրդ, չի կարող։ Սա ամենամեծ աղետն է, որ կախված է մեր գլխին, որովհետև հետևանքներն էլ ախր նույնն է, չի կարող ուրիշ բան լինել։ Հասկանում եք, դու չես կարող 10 իշխանությունը սրանց ու սա չլինի քո առօրյան, սրանք քո երկիրն են կառավարում։ Երկիրը, այս մի հրաշք երկիրը սրանց ձեռքում, հասկանում եք։ Ես այս կադրը նայելուց հետո ես ուսուց մտածում էի, որ երևի թաղերում էլ տղապ չի մնացել։ Ընդհանուր կոնսենսուս չի մնացել։ Եթե պողնկությունը արդեն թույլատրելի է, ասենք չկա ստատուս քվո, էլի։ Ոչ մեկ ապահովագրված չի։ Ոչ սրանք, ոչ այն տղեկը, լավ տղեկը, որ հերու կանգնած են, նայ, ինչ են անում։ Ներս ադրում են, սուտ բաներ են խոսում, Անդրանիկ Թևանյանի հասցեին ասում են, որ պետական դավաճանը առանց հիմքի ապօրինի կալանավորել են, հիմա կանգնում են եթերով ասում են պետական դավաճանը։ Հասկացեք, ցանկացած տղամարդ ամենաարժեքավոր բանը, որ ունի իր կյանքում, դա փողը չի, դա մեքենան չի, դա վզից կախված ցեփերը չեն, վզնոցները չեն, բրիլյանտի մատանիները չեն։ Ցանկացած տղամարդու ամենաարժեքավոր բանը, որ կարող լինի, դա իր խոսքի արժեքն է։ Խոսքի արժեքը։ Որտեղ մնացած ամեն ինչ կարան կորի վերջում։ Կարան ձեռիցդ խլեն։ Եթե քո խոսքի արժեքը չկա, ու դու քո խոսքին չես կարողանում պատասխան տալ, նշանակում է դու որպես ոչ միայն տղամարդ, դու որպես մարդ էլ ոչ մի բան չարժես։ Ու սրանք, որ կյանքում սրանց ոչ մի խոսքը արժեք չի ունեցել, երբևէ չի ունեցել, չի կարող ունենալ, հիմա սրանք երկիր են ղեկավարում։ Հետևանքները չի կարող լինել դա։ Հիմա ավելի վատանալու է, որովհետև 8 տարվա անպատժելիությունից հետո ծնվում է նոր ավելի լկտի շերունդ, որովհետև երբ որ դու երկար ժամանակ ապրում ես կեղտի մեջ, այդ կեղտը սկսում է վերարտադրել այդ կեղտին ադապտացված նոր սերունդ։ Մենք շանս ունենք, չէ՞։ Շանս ունենք արմատական փոխին, բայց պարզվեց արդեն այս կեղտին ադապտացված գոնե մի 25-30% մարդ կա, որոնք միավորված են ատելության շուրջ։ Ատելության շուրջ կարող են միավորվել բացառապես տգետ մասան։ Ու այս ցուցանիշը խարանը Սերժիկի ու Ռոբիկի համար։ Որտեղ 20 տարի իրենք են զբաղվել ամբողջ Հայաստանի սերնդի քաղաքացիական հասարակության կրթելու համար, քաղաքացի ստեղծելու համար։ Ինչ են արել 20 տարի, ասեմ ինչ են արել։ Իրանք պղծել են ամեն ինչ։ Մանկապարտեզից սկսած մինչև դպրոց ամեն ինչ սարքել են կուսակցական ընտրատարածքներ։ Իրենց լոյալ հրաման կատարող ուղակի հոտի մացն շերտ են ձևավորել։ Դպրոցական երեխան տեսել է ինչ է նշանակում իրականություն
Եվ ինչ է նշանակում դասագրքային իրականություն։ Կա շարք, խաբեություն, ընտրակերտարարություն, ամեն ինչ ես դպրոցում տեսել ու մեծացել է միած սերունդ, որի եկավ վրան նստած Նիկոլ Փաշինյանը, ասաց, բայց դա լավ բան է, մանավանդ եթե դրա համար քեզ կարան վճարեն, իսկ ինչու քեզ չվճարեն, ինչու դու հեշտ փող չաշխատես, ընդամենը մարդ հայոյելու համար, արա հայոյի ես էլ չէ որ դու ավել բանի ունակ չես, ու տենց մենք գնում ենք, չեք պատկերացնի, բոլոր մակարդակների վրա։ Լուծումը ո՞րն է։ Ես որ ռաբիզի դեմ կռիվ էի անում, դե 8-9 թվերից, երբ նոր է հասարակական քաղաքական գործունեության մեջ, դա մարտի 1-ից հետո սկսվեց։ Ես միշտ ասում էի, կեղտոտ վարքագիծն ու կեղտոտ երաժշտությունը չի մեղավոր, որ ինքը շատ է, ալտերնատիվ չառաջարկողներն են մեղավոր, որ իրենք պասիվ են։ Հիմա Նիկոլ Փաշինյան տեսակը ինքը անպատժելությունից ինքը կարող մենակ աճի, եթե նրան հակառակվող չկա, հասկանում եք։ Եթե քո հարևանը իր տանը նստած իր երեխեքին հայոյում է, կնոջը հայոյում է, աղջիկ երեխեքին մոտ ինչ ասես խոսում է, դու քո տան մեջ նստած լսում ես, ու դուրը չես բացում, ասես ակկաջներդ կկտրեմ, եթե քո ձենը բարձր լսեց։ Եթե դու նստում ես այդ ամեն ինչը լսում ես ու քեզ թվում է դա քո գործը չի, դա ընդամենը քո հարևանի տանն է, դու չարաչար սխալվում ես, որտեղ այդ խոսակցությունը լսում է, եւ քո կինը, եւ քո երեխեքը, եւ այդ երեխեքը տենց են մեծանում, իրանց համար դա նոր նորմալ, նշանակում է դու ընկեր ջան, քո պասիվության արդյունքում թույլ տվեցիր, որ դա սերմեր գցի ու գա մտնի քո տուն, որտեղ այդ տանը մեծացող տղա երեխեն, աղջիկ երեխեն գնում է միտեղ հարս, գնում է միտեղ փեսա, ու այս կեղտոտ ավանդույթը մտնում է այլ ընտանիքներ, եւ քո ընտանիքի ականջներն էլ արդեն դրան սովոր, հասկանում ես, իմաստն նույնն է, եթե մենք կռիվ չենք տալու սրա դեմ, կռիվ, հենց քաղաքապետանում տեսա ինչ է կատարվում, հենց այդպես կռիվ, եթե պետք է, դա քո ընտանիքի ապահովության համար է, քո երեխեքի ապագայի համար է, եթե դու պատրաստ չես, եթե դու ծակ ես մանգալի մտնելու, միշտեղ ԽՊԸ-ականները հիմա պետք է ծակել մանգային ու դուրս չգային բախից, իրանք այսօր մարդ են ծեծում, իրանք այսօր խմբով հարձակվում են այդ մարդկանց վրա, որոնք թուրքին չեն ծառայացնում իրանց երկիրը, հասկանում եք մենք իրանք են այս երկրի դռները բացելու Թուրքիա առաջ ու հարձակվեն նրանց վրա, ովքեր դիմադրելու են դրան, այդ նույն ձև, ինչ որ բոլշևիկներն արեցին Հայաստանի են զորքերի նկատմամբ, չէ՞ հայկական զորքը կռվում էր մի թևի վրա, թուրքերի հետ մի թևի վրա, ռուսների հետ, չէ՞, հարավում, թուրքերն են, հյուսիսում ռուսներն են, ինչ արեցին այդ բոլշևիկի ծնունդները, հիշում եք։ Հենց քանդեցին ներսից բանակը, ագիտացիա, որ ռուսները բարեկամն եկել է մեզ փրկի։ Հանձնվեք, գնացեք կապիտուլյացիա արեք, այսինքն սրանք նույն բանն են։ Ես անդադ որ բոլշևիզմից եմ խոսում, ես կեղտը, ես փորձված մեթոդաբանությունը հիմա կիրառվում է Հայաստանում։ Ես արդեն 4 տվեցի, չէ՞ օրինակների վրա, ոնց է։ Ու մեծ տեսանյութ նայենք։ Բարև բոլորին, քանի որ ես էի մեծ մասամբ տեղեկացրել, որ Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը, ուզում եմ նաև ես տեղեկացնեմ ձեզ, որ Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը, հիմա փորձեմ պտտել եւ ավելի մոտիկից ցույց տալ, դրոշը տեղում է, տեղադրված է, կասկած չունեմ, որ նորից փորձելու են հեռացնել, կասկած չունեմ առաջի անգամ չեն, որ հեռացնում են եւ նորից տեղադրում են, բայց շատ կարեւոր է այդ տեղադրելը, այդ մասին խոսելը, ասելը, որ մենք չենք հրաժարվելու մեր ինքնությունից, իսկ մեր ինքնությունը նաեւ Արցախն է, եւ թող տեսնեն, որ կա դիմադրություն, երբ փորձում են մոռացնել տալ մեր հերոսներին, կա դիմադրություն, երբ փորձում են մոռացնել տալ մեր հայրենիքը, կա դիմադրություն, երբ հարձակվում են եկեղեցու վրա։ Ժորժ ջան, սա է, եթե դիմադրություն չեղավ,
Ինչ ասեմ, եթե տղամարդ կա հիմա տանը նստած, տեսնելով այս աղջկա պայքարը, աղջկա ասած է, ինքը գետինը չի մտնում, որ իրա փոխարեն այս աղջիկնա իրան վտանգի ենթարկում, նշանակում է մենք պրոբլեմ ունենք։ Եթե տղա կա, որ նայում է մեջը չի խաղում արժանապատվություն ասի, գնա մի բան էլ ես անեմ, այս հայի հուկող կլինեմ, նշանակում է ինքը պրոբլեմ ունի։ Պրոբլեմ, որը դառնալու է մեծ հաշվով մեր համար ազգային պրոբլեմ։ Եթե մեկը նայում է այս տեսանյութը չի տարածել, չի սեղմել լայքի կոճակը, չի գրել իր կարծիքը ու չի նպաստում այս ալիքի այս հաղորդումների տարածմանը, նշանակում է այս ամեն ինչը արդեն մեզ ոչ մեկից պետք չի։ Իրոք պետք չի։ Եթե դեպքում հարց առաջանում, բա եթե մենք ինքներս մեկ չենք ուզում օգնենք, ով է մեզ օգնել։ Ով։ Երբ որ բոլորը մեր դեմ են փաստացի։ Եվրոպայից սկսած մինչև հարևանները։ Մենք ոնց այս աղջիկներին կարանք մենակ թողենք։ Ոնց։ Բա որը տղամարդն ենք մենք։ Տղամարդը մենակ շարվար հագնելու մեջ չի։ Մեծ խոսալու մեջ չի։ Տղամարդը դա սեռական տարբերություն չի, դա պատասխանատվություն է։ Այն եկեղեցուն, որ քահանան հարցնում է, տես, տղամարդը տերն է երկրի վրա։ Ոչ թե աղջկա տերն է, որ ես իրա տերն եմ, չէ, տեր։ Իսկ տեր լինել նշանակում է լինել պատասխանատու ամեն ինչի համար, ինչ որ կողքդ կառուցվում է, կատարվում է։ Եթե ամեն մի տղամարդ իրան տեր չի զգում իր միջավայրի համար, ուրեմն ինքը տղամարդ չի, ինքնամեն բիոլոգիապես արու է, Դիլիջանի Սերբյանը քաղաքապետի ասած, նույնիսկ արական սերը ներկայացուցիչ չի, արու է։ Բայց հաջորդի իմացանք, որ գիշերով եկել հանել են։ Հիմա ես չգիտեմ հանելուց հետո էլի տեղադրել են թե չէ, բայց այս տականք իշխանությունները հանելու են, ինչպես նաև ջնջում են մեր հերոսների նկարները, Աբաջանի նկարը, մենք քիչ-քիչ կգանք կդրաստենք։ Ուզում սա մասին ձեզ տեղեկացնեմ։ Take a look at these two liver scans. They're both mine, 12 weeks Անդրանիկ արդեն տևական ժամանակ մեծ հայքի քարտեզն եք բաժանում։ Ինչու մեծ հայք, ինչու ազատության հրապարակում, ինչպես են մարդիկ արձագանքում ձեր նախաձեռնությանը։ Նախ ի սկզբանե եղել է սա մեր պատմությունը, այս քարտեզի մասին է խոսքը։ Մենք մեր պատմությունը չենք կարող ուրանալ։ Երբ որ մոռանում ես պատմությունը, մոռանում ես նաև ներկան։ Իսկ մոռանում ես պատմությունը, ինքը իր մասին հիշեցնում է, ինքը կրկնվում է։ Ինչու ես նախաձեռնությունը, քանի որ ես իմ պատմությունը շատ եմ սիրում ու իմ պապերի թափածարուններն եմ հարգում ու սիրում։ Դրա համար որոշեցինք մեծ հայքի քարտեզները բաժանել ժողովրդին։ Արձագանքը շատ լավ է, մարդիկ անցնում են, գալիս են, մոտիկանում են, վեկալում են, առաջի անգամ, երբ որ ես բաժանեցի, փողոցով բաժանում էի։ Ու երբ որ մեծ քանակի հոսք եղավ իմ Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան էջում, որ մենք ենք ուզում այս քարտեզից, դրա համար հենց հիմա ֆիքսվեցի հենց ազատության հրապարակում, եկա այստեղ, որ այդքան քանակության մարդկանց ես չեմ կարող էլի բաժանեմ, դրա համար եկանք այստեղ, որ բաժանենք քարտեզները։ Տեսեք, ձեզ կարող են մեղադրել հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջների մեջ։ Ես այնտեղ տեսնում եմ նաև փոքր Հայաստանի Արցախով քարտեզը նաև մեջտեղում։ Հիմա ձեզ մեղադրանքներ չեն հնչում, ձեզ չեն մեղադրում Հայաստանի նկատմամբ այսպես ագրեսիա հրահրելու մեջ։ Իրական հայը չի կարա մեղադրի։ Ես չեմ պատկերացնում իրական հայի, որը կարա մեղադրի։ Վերջո, ես իմ հայրենիքն եմ։ Ես երեկ խոսացի հայքի մասին։ Դա իմ հայրենիքն է։ Այսօր այդ վարչական քարտեզների եւ պայմանական բաների վրա ես թքած ունենամ։ Ես հասնելու եմ իմ հայրենիքին։ Ես վերատիրանալու եմ իմ հայրենիքին։ Ինչ որ կա այսօր, դա ընդհանրապես վարչական տարածքն է։ Այն մարդը, ով կորցրեց հայրենիքի զգացողությունը, դա նույնիսկ չի սիրում այդ վարչատարածքայինը։ Իր համար ուղղակի դա կոմֆորտի գոտի է, որտեղ ժամանակավոր է իր ապրելը, ժամանակավոր,
որովհետև իրան հետ էլ չեն թողելու։ Հա, միայն տխմարը կարող հավատա, ու իրան կարող է թողել դե ապրի։ Այն դեպքում, երբ որ Ադրբեջանը արդեն քարտեզը ներկայացնում է որպես իր երկիր, ամեն ինչը արդեն Ադրբեջանը գնա։ Իրանք բաժանել են, հայ տեղ չունի ինձ։ Մենակ ասում եմ, կատարյալ տխմարը կարա, դες մտածել ադրբեջանցին իրան տեղա թողելու։ Տեղա թողելու։ Սաֆարովները գալու են կողքը տապնեն, մի քեզ որ տեղա թողելու, բա ոնց։ Մենք պահանջելու բան ունենք։ Քիչ պահանջենք։ Դրա համար որ ղեկավարը ուզում է լինի, պետք է նստի ժողովրդի հետ հաշվի։ Մի խոսքով։ Ժողովուրդ ջան։ Այս մեջ երկինն է, պետք հայրենիքն է։ Փոզիչում ես եք խոսում արդեն։ Մենք մեզի մտածում ենք փոզիչում ես եք խոսում արդեն։ Այդպես բան չի կարող լինի։ Ինչ փոզիչում։ Ինչի դիմաց։ Կա նման բան։ Թող ադրբեջանցին իմանա, որ հանգարց նման ոտնձգությունի միջև Բաքու քայլելու ենք։ Ճանաչեցիք սրան։ Ասում են, այս կենթանուն 15000 ձեն են տվել։ Հրազդանում։ Ես ում սան ձեն տվածներին հարցնեմ, էլի։ Հրազդանցիներ չեն։ Հիշողության այդ խնդիրներ կա։ Թե դուք եք սրան նման։ Սրան ձայն տվողները։ Այսինքն դուք եք այսօր կարող մի բան խոսեք, վաղ ուրիշ բան խոսեք։ Տնեցիք տեղյակ է։ Հարևանները տեղյակ են, դուք այսօր մի բան եք իրանց ասում, վաղ ուրիշ բան կարող ասեք։ Իրանք էլ գիտեն դուք իրանց ընկերներն եք։ Այսօր ասում եք դուք իմ ընկերն եք, վաղը կարող մեջքից խփեք։ Սրան ձեն տվողներ դուք հասկացել եք ինչ եք անում 15000 մարդ։ Հələ Նիկոլն նեղացել է, բայց ինչ ձենա որ կան բերել ես։ Ինձ 17000 էր պետք։ Ո՞ս կարելի է սենց ապրել։ Ո՞ս կարելի է սենց ապրել ու լավ երկրի մասին երազել։ Չի նվատես բան ժողովուրդ։ Չես կարա փուշ ցանես ու ցորեն հնձես։ Այս քարտեզը տեսնում եք։ Սա 5 քարտեզը 100 տարվա առաջ։ Տպագրությունը, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես աստվածների երկիր։ Ադամի եւ Եվայի նորի երկիր։ Հիմա հարց եմ տալիս։ Այս քարտեզի վրա զարմացողներին թուրքերով մեզ վախացնողներին եւ նույնականացնողներին Սան ճանաչում եք երևի։ Արամ Սարգսյանի աչթերնա, ձախոտնա, չգիտեմ։ Ձախը էական չի ինչը։ Ժաննա Ալեքսանյաննա գրասրա մասին ասում ես չգիտեի, մոռացել է, որ սա նույն մարդն է։ Երբ որ 2004 թվականի ապրիլյան դեպքերը, ապրիլի 12-ին այն ժամանակ բանը ջարդ կազմակերպեց։ Դեպի բանը Ռոբերտ Քոչարյանը ջարդ։ Հաշմանդամներ սարքեցին մի քանի տասնյակ։ Բարձում է բռնվածների մեջ սա հանրապետական գրասենյակում աշխատել, հանրապետություն կուսակցության գրասենյակում աշխատել, գնացել են սանել են տարել։ Այս ժամանակ երկար փնտրտուքից հետո մի խոսքով սրան գտել են մի տեղից, շատ ճնշված բան։ Նույն բանն է։ Ինքը այսօր անում է նույն բանը, ինչ որ ասենք ժամանակին արել է Քոչարյան Ռոբերտը։ Այո։ Էս դեմքն է։ Սա գիտեք ինչ դեմք է։ Սա այսօրվա իշխող շերտի դեմքն է։ Դուք այստեղ կարող եք տեսնել իր ամեն ինչը։ Իր ամբողջ նկարագիրը այս մի դեմքի վրա։ Սա ասում եմ, սա շարիկրներն են։ Դուք այստեղ իրենք կարող եք տեսնել մոտավորապես կրթական մակարդակը, դաստիարակության մակարդակը։ Ամեն ինչա ձեզ հետաքրքիր։ Որ դուք այդ ձեր երախում մեջ ուզում եք տեսնել, բարեկիրթությունը կարող եք այդ դեմքի մեջ տեսնել, դաստիարակությունը կարող եք տեսնել, հա։ Դեմքի խնամքը կարող եք տեսնել։ Վարքագիծ, որպես մարդ, տեսակ, կերպար կարող եք տեսնել ամեն ինչ այս դեմքի վրա կա։ Սա այսօրվա իշխանության եւ դրանց աջակիցների հավաքական բնութագիրն է, հասկացեք։ Ոչ թե դեմքի կառուցվածքը, արտահայտությունը, բովանդակությունը։ Ամեն ինչ մեկում։
Եվ այն մարդիկ, որ թվում են, իրենք քաղաքականությունով չեն զբաղվում, իրանք հանգիստ իրաց երեխեքին կարող են տանել երաժշտական դպրոց, բալետի, բան, այդ երեխեքին համերգ, ու այս ամեն ինչ իրաց կողքով անցնելու չի լինելու։ Չի լինելու։ Դոկտոր Ժիվագոն կարդացել եք, Պաստերնակ։ Մի ալարեք։ Իրոք մի ալարեք։ Մի հատ դոկտոր Ժիվագո կարդացեք։ Ձեզ կթվա այդ Պաստերնակը այսօր մասին է գրել։ Իմիջիալոց այդ գիրքը ոչ մեկ չէր կարդացել, բայց բոլորը քննադատում էին, այդ մարդուն բան արեցին, վտարեցին երկրից։ Ցորքեցին ազգի ճշտամի։ Բոլոր կոլեկտիվներում քննադատում էին Պաստերնակին։ Դոկտոր Ժիվագոն, բայց որ մեկ ասեց, ի՞նչի մասն է դա։ Ոչ մեկ չգիտեր։ Չէին կարդացել, որովհետև դա սովետական միությունում լույս չէր տեսել։ Ինքը ձեռագիրն ուղարկել էր դուրս։ Դա ընդամենը բոլշևիզմի մասին, մի հատ բժիշկի մասին էր, ընդամենը իր կյանքն էր, բայց այդ կյանքի ընթացքում նկարագրված էր այս դեմքը ինչ էր անում երկրի հետ։ Հասկացեք, դուք չեք կարող խոզին պահել, ոնց ասեմ ձեզ, գորգի վրա, չի կարելի։ Հնարավոր չի, մեկ այնքը գնում իր ցեխն է մտնում, վատ է ինչի որ ինքը ցեխն է մտնում, ձեզ էլ հետևից տանում է մտցնում այդ ցեխը, որ դուք հանկարծ իրանից ոչ մի բանով չտարբերվեք, որտեղ այդ ցեխային միջավայրում ինքը ձեզանից ոչ թե միայն ձեզ հետ հավասար է, ոչ, ինքը ձեզանից փորձառու է եւ ուժեղ, որովհետեւ դուք կնեղվեք ցեխի մեջ, իսկ ինքը չէ, դա իր միջավայրն է։ Allah'ım yemin ediyorum film gibi görüntüler ya. Paşinyan'ı görüyor Cumhurbaşkanımız. Gel lan gel buraya gel diyor. Նայեք ոնց են խշում, ոնց են ծիծաղում Նիկոլ Փաշինյանի նվաստացնող այս պրոցեսների վրա, երբ որ այս հայվաններ գնում կանգնում ա դեմ, ասում այստեղ, դեմքը նայեք Թուրքիա։ Paşinyan geliyor. Diyor ki ne yaptı diyor. Kardeşim İlham bir sıkıntı var mı? Հələ ասում է Իլամի առհամբարական հայացք էլի կանչում են վազիկ շան մնանք ոնց գալիս է Իրանին Իլամի հայացքը դուք հասկանում եք որ այս ամեն ինչը տեսնող ադրբեջանցու համար իրոք մենք շուն ենք որի վզից հիմա ինտերնետով կապեցին մեր երկաթե շղթան ու վերջ ու այս ամեն ինչի դեմ բողոքողներ ասում են դու թուրք ես ռուսի ճորտ չգիտեմ եւ այլն Ախ Երանի մի հնարալներ հայերին է որ հայը մնացել չի պղծվել էլի այն աղջկա նման հայերին այդ աղջկա կամ էլ բանը մեր երևի հասկացաք ասենք այս տղու նման Անզանիկի նման հայերի կամ Լիաննայի նման հայերի հա կամ այս աղջկա նման հայերի Երանի հնարավոր լինել մի ձև հավաքել միտեղ Այս աղջկան նկատում է, լյանչիկ նման է։ Հավաքել միտեղ, սենց մի անկյունի վրա, մնացած ես նախիրին տալ Ադրբեջանին ասել, Նիկոլը ձեզ վարչապետ, թող աշխարհը ատի, ծիծաղի, նվաստացնի ձեզ, արա մենք ձեր հետ ինչ կապ ունենք, այդ ինչ գալատ ենք արել, որ նույն երկրում ենք ծնվել մենք եղել։ Բայց դա հնարավոր չի։ Հնարավոր չի, եթե մենք չմաքրենք մեր տունը իրանք են մեր տունը վերածելու ցեխից որտեղ իրանք զգալու են ինչպես իրենց տանը քանի որ շատ բան էի պատրաստել այսօրվա համար ես նույնիսկ կեսը չեմ հարցրել կեսը նույնիսկ սանով ավարտեմ էլի երեխաների ապագայի ճանապարհի այո եւ ես հայտարարել եմ երեխաների հեղափոխություն եւ ես վերահաստատում եմ Վերաստատում է երեխաների հեղափոխություն Ասում եք մանկուրտների դարաշրջանում ենք մանկուրտների Դեմքին նայեք Երեխաների ապագայի ճանապարհին ինչքան խոչընդոտ կա ջարդ ու փշուր անելով ինքը ջարդ ու փշուր անում ինքը 8 տարի ջարդ ու փշուր հələ խոչընդոտ կա ինքը 8 տարի ջարդ ու փշուր անում հələ խոչընդոտ կա ու սա լսվող եւ ծապտվող մարդ կա ես դրանից ճանաչում եմ ախր եմ ոսան ընտրել են
Ես դրա համար ասում եմ անկախ մեր այս հարաբերությունների խորության եւ պատմությանը դուք բոլորը արա դուք թշնամի եք ինձ որտեղ դուք իմ երկրին բերեցիք սա որովհետեւ պարզվեց սա ձեր համար ընդունելի է իմ համար չի կարա սա ընդունելի լինի նշանակում մեզ այլ բանակապ է չէ խապուսի կա եղել մեկի համար որ սա ընդունելի է ինքը ոչ միայն իմ բարեկամը չի կարա լինի ինքը մարդկության բարեկամը չի կարա լինի մարդկության ցիվիլիզացիայի որովհետև սա հակացիվիլիզացիոն երևույթ է հակամարտկային երևույթ է ելով վերացնելու եմ սա իմ անձնական հանձնառությունն է ընդ որում այս հանձնառությունը վարչապետի կարգավիճակի հետ կապ չունի սա հեղափոխականի հանձնառություն է ինքը հեղափոխական է ինքը հեղափոխական է հեղափոխականի հանձնառությունից Եվ այդ հանձնառությունը ինձ երբեք չի լքել այսօր վերահաստատվել է այն տրամաբանությամբ որ բոլոր ժամանակներ սպառվել են բոլոր ժամանակներ Ադրբեջանը կապիտոլիումում Հայաստանի վերաբնակման մասին է խոսում բացկանում ես Հայաստանի վարչապետի ինչի մասն է խոսում չակերտավոր վարչապետը բայց ես նորից եմ ասում ես ասեմ ուզում կտրեմ մենք ոչի բան չլսենք ժողովուրդ ջան այս հոգեվիճակը որ ինքը գտնվում է հիմա ասում եմ մի բան չունի են ինքը ինչ որ իա պետք է սա հաղթած մարդու բավարարված չի բավարարված մարդու բավարարված չի իսկ մնացածը մեր ձեռն է կամ Լիաննայի կամ այն տղու անջանիկի կամ այն մյուս աղջկա նման մենք կանգնում ենք մեր երկրին տեր ամեն մեկս մի բան անելով կամ այս խոզերը վերածում են Հայաստանը ախորի հետաքրքիր է չէ որ անասնաֆերմայի հերոսը գլխավոր Նապոլեոնը էլի խոզ էր հեղափոխության գլխավորը որ այդ տերերի դեմ էր պայքարում ու պայմաններն էր որ ինքը տերի նման այդ պալատներում ապրողը չի իսկ առաջին ինչ արեց ինքը կապեց գամփրներին իր շուրջը որ բոլորը աճան կծոտեն եւ ինքը կամաց տեղափոխվեց պալատներ ու այդ հերոսը կենթանիների մեջ հենց խոզն էր իսկ իրան պահապանները բոլորի վրա հաչացող ու բանը կծոտողները գամփրներն էին նույն բանաձևն ես կեսներ նույնիսկ չեմ հասել այսօրվա ինչ որ ուզում եմ ասեի մենակ մի բան էլ ասեմ Սոնյա բան գտա հետո կարդացի պարզվեց բանը Դավիթն է մեր Վաշինգտոնից ախ անմոռացել ասել Դավեսա քիշեմ կասեմ որ Հայաստանում էլեկշնները ընտրությունները գողացված են ինքեջ սա գրվել է ամենահայտնի պարբերականներից մեկում ու բացարձակապես sense անտիր գրած է ամեն ինչ անտիր նկարագրած է Դավիթ Գրիգորյան Դավիթ ջան շնորհակալ եմ ես կարդացի ամբողջ հոդվածը հիմա չեմ ես երևի sense թողեմ լինքը հա որտեղ sense բան անեք ժողովուրդ ջան գտնեք որ հայկական ընտրությունները գողացված են ինչ-որ պլանավորված էր հա եւ ամենավատը որ արեմուտքը սա կոչվում է legal նորմալ մաքուր ընտրություններ մենք հիմա ապրում ենք ես ուրախ եմ որ Դավիթն է սա հեղինակը որովհետեւ ինքն էլ իմ նման շատերի նման հավատում էր արեմուտքի հա այդ փափուկ մաքուր հա այն սպիտակ ձեռնոցով լինելը ես ուրախ եմ որ կա ամեն դեպքում օբյեկտիվ գնահատական իդեալական հոդվածագրած հայր ջան եթե մի բան անենք մեր համար մենք ենք անելու դրանք այդ արեմուտք կոչված է այսօր մանավանդ այսօր
Թրամփի վարչակազ, Ուրսուլա ֆոն դեր Լայն, հա, մնացածները։ Դրանք աղետ են այսօրվա աշխարհի համար, ոչ միայն Հայաստանի համար։ Դե աղետ են աշխարհի համար, ո՞ս կարող մեր համար մի լավ բան անել։ Մեր ներսի խոզի մենք պետք է տանենք սպանդանոց։ Իրանք չեն անելու։ Իրանց այդ խոզը հարմար է, այդ խոզի ձեռով մեր երկիրը կավիրեն։ Հետ այդ խոզի հետ իհարկե նույն բանն է լինելու, ինչ որ մենք պետք է անենք։ Բայց դա պիտի լինի մեր ձեռքով, պիտի սկսի մեզանից։ Այ որ սկսենք, այն ժամանակը պարզվի, որ մենք, բարեկամներ ունենք, աջակիցներ ունենք այս գործում։ Բայց այդ ամեն ինչին հասնելու համար պետք է այս աղջիկների նման, այն տղու նման լինել չհանձնվող եւ կռիվ տվող։ Ինչպես կասեր Նժդեհը, փող մնան նրանք, ովքեր բարոյապես չեն մեռել։ Այս կռիվը հաղթելու են բարոյապես չմեռածները։ Այս նոտայի վրա այսօր ուզում եմ ավարտեմ, չնայած նույնիսկ նայեք, կեսին էլ չեմ ասել, կեսին, այսօրվա նյութերին, որ ապահովել է ձեր համար։ Բայց էլ էլի վիճակի չեմ խոսալ։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։